Ողջույն, Reopen-ի եթերում ամփոփում ենք սեպտեմբերի 29-ը։ Դատարանը կալանավորել է Փարաքար համայնքի ղեկավար Վալոդիա Գրիգորյանի ու նրա ընկերոջ սպանության մեջ մեղադրվող 20-ամյա անձին։ Քննչական կոմիտեի քննիչը կալանավորման միջնորդություն էր ներկայացրել դատարան, ինչը բավարարվել է։ Գործով արդեն 2 ձերբակալված կա։ Դատախազությունը միջնորդեց Միքայել Սրբազանին դատապարտել 2.5 տարով ազատազրկման, հաշվանցելով մեղադրյալի մինչ օրս արգելանքի տակ գտնվելու ժամանակահատվածը։ Դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 3-ին ժամը 17:30-ին։ Փաստաբանները բացառկ են հայտնել դատավորին, որը մերժել է այն։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն arczepiskopos Նաթան Հովանիսյանը ներկայացրել է հայ եկեղեցու դիրքորոշումը։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի դեմ մեղադրանքները լիովին անօրինական են։ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում հայտարարել է, թե դատարանները շրջափակելով փորձում էր բարեփոխել դատական համակարգը, ինչը չստացվեց։ Նա հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի, վեհաժողովի գլխավոր քարտուղարի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի հետ։ Ոստիկանության ամփոփագրի տվյալներով անցած 3 օրում բացահայտվել է 252 հանցագործություն, որոնցից 2-ը նախկինում կատարված։ Դեպքերից 35-ը վերաբերում է թմրանյութի հայտնաբերմանը, 19-ը մարմնական վնասվածք պատճառելուն, 18-ը ֆիզիկական ներգործությանը, 15-ը անձնական ունեցվածքի գողությանը։ Գրանցվել է 33 ավտովթար, կան վիրավորներ, բարեբախտաբար այս անգամ առանց զոհերի։ Երևանի քաղաքապետարանն առաջարկում է դպրոցներում սահմանափակել բջջային հեռախոսների գործածումը։ Մշտադիտարկում կիրականացվի 15 դպրոցում։ Տարեվերջին կգնահատվեն աշակերտների ֆիզիկական, սոցիալական եւ հոգեբանական ցուցանիշներն ու առաջադիմության մակարդակը։ Ըստ տնտեսագետների այս տարվա հունվարից օգոստոս ամիսներին Հայաստանի պետական պարտքն ավելացել է եւս 1 միլիարդ 288 միլիոն դոլարով եւ այժմ գերազանցում է 14 միլիարդ 100 միլիոն դոլարը։ Անցած տարեվերջին Հայաստանի պետական պարտքը 12.8 միլիարդ էր։ Համաշխարհային տնտեսությունը բախվել է աննախադեպ մարտահրավերի։ Համաշխարհային պարտքը 2025 թվականի երկրորդ կիսամյակում հասել է 338 տրիլիոն դոլարի ռեկորդային մակարդակի։ Ռուսական զորքերը մեծածավալ հարձակում են իրականացրել Ուկրաինայի ռազմական օբյեկտների, այդ թվում օդանավակայանների վրա։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է ճակատային գծում 173 մարտական բախումների մասին։ Իսրայելի զինված ուժերը սահմանամերձ գոտուց կրակ են բացել Գազայի ուղղությամբ։ Տանկերը ներխուժել են քաղաքի բնակելի թաղամասեր։ Զոհվածների ընդհանուր թիվը Գազայում հասել է 66,000 հոգու, վիրավորվել է 168,162 մարդ։ Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի հետախուզությունը հրապարակել է զեկույց, որում նախազգուշացնում է, թե Չինաստանը կառուցում է հսկայական քաղաքացիական լաստանավեր, որոնք հատուկ նախագծված են Թայվան հնարավոր լայնամասշտաբ ներխուժման համար զորք եւ տեխնիկա տեղափոխելու նպատակով։ Այսօրվա նորություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևելով մեր լրատվական թողարկումներին։ Ես Մերի Դանիելյանն եմ։ Մինչ վաղը։